Բարի երեկո, սիրելի հեռուստադիտողներ, Ռեմարկը սիրում է երրորդություն, Չեխովը սիրում է երրորդություն, Դյուման սիրում է երրորդություն, Ղազարոս Աղայանը սիրում է երրորդություն, իսկ ով ենք մենք, որ հետ մնանք դասականից։ Ահա այս խոսքերը ես ասացի մեր հաղորդման պրոդյուսերի սենյակում և կինոների նման հերոսական դուրս եկա, և երկար մտածելուց հետո նա զանգեց ինձ ու ասաց Տարոն, just do it, և մենք սկսում ենք այլ կերպի արդեն երրորդ եթերաշրջանը, բարի երեկո, բարևներ։ Այսօր իրար հետ նույն թիմում խաղալու են Հրաչուհի Ութմազյանը, այլ կերպ ասած մարդ, որի ձայնը ավելի լավ է հանգստացնում, քան Մագլի B6-ը։ Ծափար ենք, Հրաչուհուն։ Եվ Համլետ Առաքելյանը, այլ կերպ ասած մարդ, որը այնքան գրքեր է կարդացել, որ նույնիսկ ռետորական հարցերի պատասխաններն ունի։ Ծափար ենք, Համլետի։ Իսկ նրանց դեմ խաղալու են Աննա Ավանեսյանը, այլ կերպ ասած համայն հայության ծնող կոմիտեն։ Ծափար ենք Աննային։ Եվ Ռուբեն Մուրադյանը, այլ կերպ ասած արագիլները մեկ ոտքի վրա գեղեցիկ կանգնել իրենից են սովորել։ Ծափար ենք Ռուբենին։ Իսկ հաղորդումը կվարի Տարոն Իսպիրյանը, այլ կերպ ասած մարդ, որ եթե մի անգամ էլ Ռուբենին ներկայացնի, կարող է բալետի տերմինոլոգիայի գիրք հրատարակել։ Շնորհակալություն։ Ողջույն ընկերներ, ձեր թեթև խոսքով եւ թեթև ձեռքով մենք ունեցանք երրորդ եթերաշրջան, Ռուբեն, հիշում եք, որ ասացիք թող լինի երրորդ եթերաշրջան։ Մենք քիչ չաշխատեցինք այդ ուղղությամբ, ինչ խոսք, բայց մենք շատ ուրախ ենք, որ երրորդությունը ձեզ մոտ նույնպես տեղի ունեցավ։ Այո, դրա համար առաջին հյուրը դուք երկրորդ անգամ եք գալիս, Ռուբենը երկրորդ անգամ է լեգենդար խաղացող, հաղթել է առաջին խաղում, անգամ նվերները ստացել, կիսել է հակառակորդ հետ, այսինքն բարի հյուր ունենք ընկերներ։ Ինչ կար չկար վերցեցին, գնացինք իրականում, տես չհարցրեցինք, մենք հաղթել ենք, չենք հաղթել, մենք նվերներն էինք գոյով են ձեռքերը երկար, ինքն ու Լուսինե Թովմասյանը շատ արագ նվերներին հասան, վերցրեցին ու գնացին, շատ ուրախ եմ, որ իմ առաջին հյուրերը այս եթերաշրջանի դուք եք, ես բավականին լարված եմ, որտեղ այստեղ կարծես թե լեզվի տեսչությունից եք եկել։ Բանասիրական գիտությունների թեկնածուները, այո, բանասիրական գիտությունների թեկնածուները, բավականին շատ հաղորդումներ անցկացնողներ, ձեր Չէ, ես կոնկուրենտներին հաճախոսություն արեցի, պարտադիր չէր որ։ Չէ, իսկապես։ Այսինքն իրենք պիտի պատասխանեին, չի եք դուք պատասխանում։ Իշանում է պատասխանը։ Ինձ ասել են մենք աշխատավարձ ենք տալիս, դու կհարցնես, դու կպատասխանես։ Հասկանալի է։ Ես շատ ուրախ եմ, որ իմ հյուրերն եք։ Իրականում ես գիտեմ, որ դուք շատ լարված եք հիմա նստած, բայց սա շատ թեթև խաղ է ու կարծում եմ, որ դուք կկարողանաք հաղթահարել։ Կարևորը հիշեք, որ դուք ընկերներ չեք այս խաղի շրջանակներում, հակառակորդների մասին է խոսքը, պետք է թշնամաբար տրամադրվել հակառակորդի հանդեպ, եթե դա հնարավոր է։ Ես վստահ եմ, որ Հրաչուհին շատ կրակոտ խաղ է ցույց տալի, որովհետև մինչև նկարահանումը սկսելը զգում է իր այդ լարվածությունը, ուժը, ներվայնությունը, Ճիշտ է, մինչև վերջին վարկերը ուզում էի գնալ։ Չէ, ոնց թե գնալ։ Մնում ենք, հաղթում ենք, նվերները այսօր պետք է տանենք։ Բայց շուտ են իրան գնալու տուն։ Այսինքն չեն հաղթելու։ Դե հա։ Չէ, ուղղակի մեզ ասեցին, որ Համլետը շտապում էր։ Դրա համար ուզում եք հաղթել։ Շատ վարկասներ։ Որ շուտ գնա, չի կարելի ուշացնել։ Լավ, կտեսնենք հիմա, մի քանի րոպեից Իսկ խաղում եք այլ կերպ առհասարակ։ Ես նոր ձեր հետ զրուցում էի, ամեն ինչ խաղացել եք, ֆուտբոլ, կյորլինգ, ամեն ինչ խաղացել եք բացի այլ կերպից։ Հատկապես ես, չէ։ Այո։ Կյորլինգը։ Իսկապես խաղում եք, հավաքվում եք խաղալու, ժամանակ ունենում եք։ Ես շատ եմ խաղում, այո։ Ես շատ չէ, բայց հա։ Ես տղայիս հետ եմ խաղում։ Մենք այլ կերպիկ ենք դեռ խաղում, որովհետև բառապաշարը ավելի հարմարեցված է երեխաներին։ Այլ կերպ այո երբեմն, բայց պետք է ասեմ, որ ես հանդիսանում եմ այլ կերպ խաղի ամենաառաջին թեստային տարբերակ խաղացած մարդ։ Հասկացա։ 11 տարի Հասկացա։ Շատ լուրջ թիմ է հավաքված։ Բայց բայց սկսած 11 տարի չեմ խաղացել։ Չէ, 11 տարի է, ոնց են խաղում ուրիշները։ Այո, բայց դու մի իրանց աջակցի։ Ոնց, Նրանք լսի։ հակառակորդ են, ընկերներ չեն։ Նրանք ակնկալել են, որ պետքա գնան տուն շուտ։ Նա ինչ էր ասում ձեզ։ Դե թող ասի։ Բայց դուք մի քիչ սխալ բացատրեցիք, որ ասացիք դուք էլ ընկերներ չեք, ստացվում է որ դուք հո թիմակցի հետ ընկեր չես։ Հիմա ստացվում է որ Հակառակորդների մասին։ Դուք ընկերներ եք, չէ՞ բոլորը։ Իհարկե։ Համոն քո ընկերը չի, Հրաչուկը իմ ընկերը չի։ Լուրջ եմ ասում, ես զգում եմ, որ ինձ շուտով ծնող են կանչելու։ Ոչ, մի անգամ էլ թող մենք պարտվենք։ Ես կարծում եմ, որ Կարևորը շատ ձեզ ենք պարտվելու, հասկանում ես։ Օտար մարդու չենք պարտում։ սարկազմներ, ոչ ընկերական շփումներ։ Սա իսկական այլ կերպ է, այնպես որ երրորդ եթերաշրջանը սկսել ենք շատ լավ նոտայից։ Դե ինչ ընկերներ, ես հնչեցնեմ առաջին փուլի կանոնները եւ գնանք տեսնենք ձեր լարված դեմքերը։ Գնացինք առաջին փուլ։
Առաջին փուլ խաղում ենք այլ կերպ։ Մասնակիցներին տրվում են քարտեր, որոնցից յուրաքանչյուրի վրա գրված է 7 բառ։ Նրանք պետք է 1 րոպեում կարողանան թիմակցին բացատրել այդ բառերը այլ կերպ, չօգտագործելով բառարմատ կամ թարգմանություն։ Բացատրելիս քարտի վրա գրված բառերի հերթականությունը պահպանելը պարտադիր չէ։ Եթե քարտի բոլոր 7 բառերը գուշակել են, իսկ ժամանակը դեռ չի սպառվել, մասնակիցն իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել։ Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Կարծում եմ կարոտել եք մեր կանոններին։ Ընկերներ, հիմա պետք է որոշենք ով է սկսում առաջին փուլը։ Քար մկրատ թուղթ խաղի շնորհիվ, գիտեք, Ռուբեն, դուք եք որոշում։ Մեկ անգամից։ Հաղթողը կորոշի ով կսկսի։ Չինգոյի վարպետ եմ։ Գնացինք։ Հաղթեց Ռուբենը, որոշեք, դուք եք սկսում թե կզիջեք։ Ասում շուտ եք գնալ։ Չէ, մենք կզիջենք, չէ՞։ Իբր լավ բան արեցի։ Բայց ես հաղթեցի ու ես որոշումը մենք ենք ասում, ես խորհրդակցեցի։ Բա որովհետեւ մենք հաղթենք, դուք ասեցիք, որովհետեւ մենք էս տվեցինք շանս, դուք սկսեցիք դրա համար։ Դենց որ դուք խաղացեք։ Չէ, դուք խաղացեք, դուք եք խաղում եք։ Չէ, դուք սկսեք, մենք կհետևենք, թե դուք ոնց եք խաղում։ Շատ լավ։ Ես գնամ էլի։ Միավորների տարբերությունը շատ էլ չլինի, էլի հետո։ Ով կսկսի Համլետ, դուք կսկսեք թե դուք էլ ջենտլմենաբար կզիջեք։ Ես կսկսեմ, ուֆ։ Ապրես, այդ է սիրուն կոմեկ։ Ապրես։ Ինչ է, ես պետք է Ինչ խաղա հետա։ Ինչ այս ինչ խաղա։ Հիմա ինչ եք։ Կորեն խփում հաղթում ենք։ Մենք ասեք ինչ ենք անում։ Ես ձեզանից շատ եմ լարված եթերաշրջանի կապակցությամբ, շատ լավ։ Պատրաստ եք։ Այո։ Ես ձեզ տալիս եմ 60 վայրկյան, մաղթում եմ թույն խաղ։ Գնացինք։ Ամառի մյուսը, Ձմեռ։ որ հիվանդես ինչ ես դնում թևիտ տակ, Ջերմաչափ։ Ճիշտ է։ ով է քո գումարները, Բանկ։ չէ, մարդը, Հաշվապահ։ գոյականը, Հաշվապահություն։ Այո։ մի բան, որը հավաքում ես, որ հեռախոսդ բացվի, Կոդ, գաղտնաբար։ հայերեն, մյուսը, մի բան, որի վրա մի բան փակում ես, որ Վերմակով ինչ ես անում քեզ։ Ծածկոտ, ծածկանուն, մի բան, ծածկաբար։ որը Ծածկագիր։ Բրավո Համլետ։ մենք խոսում ենք, Հայերեն։ մյուսը, գոյական, Հայեր։ ինչ են անցնում դպրոցում, Հայերեն։ Մայրենի, հայոց լեզու։ Այո, Անդրես, ճիշտ է, հաջորդ բառը։ մի բան, որ մեղուները քաշում են, Հետաքրքիր։ Ծաղկի հոտ, բույր։ չէ, այն որ տենց հետո տենց ուրիշ ծառեր են աճում, ծաղիկներ են աճում, Ծաղիկ բառը օգտագործել եք։ ես օգտագործեցի, կներես, երբ որ Ժամանակն ավարտվեց։ Ապրեք։ Ծաղկափոշի բառի Ծաղկափոշին է։ Մնացել էր որոշ Ասելու է։ 5 միավոր շատ լավ սկիզբ է։ Եկեք ծափարենք հրակրում եւ Համլետին։ Լավ սկիզբ է 5-ը իսկապես շատ լուրջ։ Այո։ Լարվածություն նկատեցի։ Հա, ինչ-որ լավ խաղաց։ Բաց սկսեիք, Ռուբ ջան։ Ծածկագիր, հա, ծածկագիր։ Շատ լավ, Աննա, հերթը ձերն է։ Տեսնում եք, որ լավ էլ պարապած եկել են, ինչպես ասում են։ Աննա։ Գնացինք։ 1 րոպեն տրված է։ Հաջորդը։ Բարետ ինչ են նվագում, երբ որ դուք փորձ եք անում։ Դաշնամուր։ Ճիշտ է։ Շարունակեք, մի լարվեք։ Baby Shark։ Երեխաների հետ։ Ինչ կենթանի է դա, ջրային Շարքը նույն շնաձուկն է։ Շնաձուկ։ Դուք թարգմանություն եք օգտագործել, անցեք հաջորդ բառին։ ուրեմն կա բնօրինակ եւ կա Կրկնօրինակ։ մի ուրիշ բառով, չէ, այդ նույնը։ Պատճեն։ Այո։ Ուրեմն որդան ին Կարմիր։ դրա ուժեղ այդ Ալ կարմիր։ Ճիշտ է, բրավո։ հյուղակ, տնակ, Խրճիթ։ Յուղակի։ Վաու։ աստված Գիշերեք բառարմատներից։ Հա, բողբոջը բացվում է, ինչ եղավ դա, ինչ արեց, ահա։ Ծաղկել։ Բայը, Ճիշտ է։ ուրեմն Երկրորդ բառը։ կերպարվեստի մեջ օգտագործվող նյութ, որը դնում են թղթի վրա, Ստոպ։ դրա Ժամանակ։ Ոչ, ջրաներկներ։ Ջրաներկ։ Ցավոք չհասցրեցիք, բայց լավ սկիզբ էր։ Ափսոս այդտեղ բառարմատ օգտագործեցիք։ բառարմատ Բայց այդ մի բանը չենք մուլտֆիլմ է դա։ Baby Shark բառը։ շնաձուկ։ Baby Shark տա։ Եկեք բոլորով եկեք։ Baby Shark Baby Shark Դուք պարներ Երեխաները կնային կասեն, ասեն չի կարելի են։ Ինձ թվում էր միայն հա լավ։ Ջրաներկը եւ շնաձուկը չեք ասել, նշանակում է 5 միավոր եք վաստակել, բավականին հավասար բառեր եք ծափարեք, աննային որ լարվածությունը դուրս գա։ Յուղակ բառը հնչեցի վերջո։ Յուղակ բառը Դա կարող էր վաղուց ասել չեն միայն հնչել։ Աննա։ Այո,
շատ գեղեցիկ ու մանավանդ որ գուշակեցիք խրճիտ բառը, շատ բրավո։ Համլետ, Երբ եմ սկսում։ բազմաթիվ բառերի տարերի հեղինակ։ Նշաձողը մի բարձրացրեք, այնքան որ պարտում եմ, խնդրում եմ, հա։ Հագիստ էսպես թեթև։ Կյանքում գիրք չկարդացած մարդ։ Շնորհակալություն։ Գնացինք։ 1 րոպեն տրված է Համլետ, սկսեցինք։ Էրիկ Կարապետյանով է։ Երկիչ, Մկան ու կատվի, չէ, որ մկանի տակն է։ Մարդու մարմնի մեջ։ Ինչի վրա ենք Պարտեր չէ, որտեղ ենք Ոսկոր, նստում։ Ճիշտ է, Ապրես, պարտեր չէ։ Օթյակ։ Մյուսը այն ամենը լավը, ֆիլհարմոնիկում, որ նա է այդտեղից։ մի հուշի չեմ ասելու, հուշը։ Կանաչ տարածքում ինչն ենք հանում, որ կանաչը ավելի հարթ լինի։ Ինչերն ենք Մոլախոտը։ հանում։ Այո, ճիշտ է, մոլախոտ։ Ֆենտեզին ինչ է։ Ժանր։ Հաշվում ենք լավ։ Այո, ժանր եւ ինչ ժանր, երկու բառից է Մեսենջերի հայերեն տարբերակը։ Մի տենց հետաքրքիր անուն կա, որ ինֆորմացիա է փոխանցում ավելի հին հայկական բառ, որ մեսիջ է ուղարկում ինչ որ մեկին։ Հաղորդագրություն։ Այ հաղորդագրություն բերողը ինչպես էին կոչում մեր։ Սուրհանդակ։ Այո, եթե ես հեքիաթ եմ պատմում, նախ պիտի ինչ անեմ այդ հեքիաթը։ Կարդաս։ Չէ, մտածեմ, ստեղծեմ, Հեղինակես։ հայով Գրես։ ստեղծեմ։ Հղանաս։ Ստոպ, ինչ հղանան։ Հորին է։ Յուղակի հետևից մի ընկեք, էլի բաց բառեր ասել։ Բարդ բառեր էր։ Լավրենտ Ամֆիթատրոնը հաշվում ենք, չէ՞ բայց։ Ասեմ ինչի ամֆիթատրոնը, դրամատիկականում ամֆիթատրոն չկա, այս մարդը չգիտի դա ինչ է։ Ասեցի ֆիլհարմոնիկում որ Դե հիմա մոռացել է։ Բայց ես քեզ հուշում եմ դու ինձ Չի կարելի, որտեվ այդ արդար չի։ Բայց ինչի ենք մենք Արդար չի, որ խաղում, դրամատիկականը հաշվում ենք, չէ՞ ամֆիթատրոնը։ Տարը ջան, ամֆիթատրոնը Չի հաշվում ենք, հնչել, ճիշտ է։ ցավոք չի հնչել։ Չի հնչել։ Ռուբենն է հնչեցրել, այ քեզ Ոչ, ոչ, արդար։ Ռուբենը մտածել է, բայց Էլի Համլետ ջան, դուք այնտեղ ինչ որ սխալ եք թույլ տվել, ես ասեմ։ Ուրեմն ժանր բառը բացատրել է, գրական ժանրը չի հնչել։ Բա ես ասացի այո, դուք ասացիք Չէ, այո։ ասեցի շարունակեք, ես երկար Ոչ, Տարոն մենք կարող ենք հիմա հետ տալ եւ ձայնագրությունը դիտել։ Ես նայեցի ձեր աչքերի մեջ, Տարոն, ասացի հաշվում ենք, դուք ասացիք այո։ ժանր բառը, բայց այնտեղ երկու բառ կա, գրական ժանրը պետք է բացատրել։ Բայց ես նայեցի կատվի աչքերով ձեր աչքերի մեջ, ասացի Տարոն, Ասեցի այո, ժանրը հաշվում ենք, բայց այդտեղ երկու բառ է, գրական ժանրը չի հնչել։ Դիմեք պրոդյուսերին, անարտար է։ Երկար ժամանակ դուք ինձ շեղում է։ Ես հարցել եմ, նա ինձ ասել է այո։ Տարուն։ Ես Այդվիրենք։ Չէ, Ռուբեն, Չէ, սա դա ճիշտ արդար չի, չէ։ ես Ես ասեմ էլ եմ ավելի արդար բան եւ Համլետը ավելի լավ կկա։ Համլետ ջան, խնդրում եմ Լեսինա թող ուշադրություն։ հաղորդավարը բարի։ Ես ունեմ ավելի վատ լուր ձեզ համար։ Չէ, 10, 9, 8, 7 չէ, կատակ եմ։ 10-ը։ Տեսեք։ Դուք ասել եք messenger բառը, որը թարգմանություն է սուրհանդակի։ Միայն թվային տիրույթում դուք հիմա ինձ չեք կարող համոզել, որովհետև սուրհանդակ բառը Ես ասում ինքնին եմ Համլետին չկանչի։ մի վարքյան։ Թվային տիրույթում messenger-ը թարգմանվում է որպես սուրհանդակ, բայց արդյոք այստեղ Messenger բառը ուղիղ թարգմանվում է որպես Լավ կրեք չէ բառը, լավ կրեք չէ սուրհանդակ։ բառը, լավ։ Դուք գուշակել եք ընդամենը 3 միավոր Սա անարդար է։ Սա արդար է, Սա այլ կերպն է սկսել երրորդ Ուղղակի անարդար։ երրորդության կոնցեպցիայի մեջ 3-ը Լավ, լավ։ իրականում Անարդար է։ տեսեք Նա գրական ժանրը 5-ին չի գումարած հնչել։ 3, հավասար է 8։ արդարա գնացինք արդար։ Այո, Համլետ ջան, ես ոչինչ չունեմ ձեր դեմ։ Ես անգամ ձեր քրոջ երկերի տակ եմ քնում։ Yellow Heart-ի, ինչի մասին է Հավաճացիր խոսքը։ մեծացել։ նոր Չէ, baby մեծացել չէ։ shark-ներ։ Ավելի շատ փոքրացել, առաջ ավելի թմբլիկ է, հիմա նիհարել է։ Բայց իսկապես չկա որևիցե միտում, որ ես անարդարություն եմ ստեղ։ թվային։ Չէ, չէ, այս խաղը նե չէ, ես եմ որոշում, ստեղ այնքան մարդ կա, ես ով եմ ստեղ։ Շատ լավ։ Ուղղակի ասել են պիտի կռի բանես, որ միավորները հաշվեն։ Իսկ հիմա լեգենդար խաղացող Ռուբեն Մուրադյան, Մենք պատրաստ ենք։ տալիս են 60 վայրկյան գնացին։ Որտեղ են գնում գիրք կարդալու։ Երբ որ ֆուտբոլում կամ որևիցե ինչ-որ միտեղ շահում են Մրցանակ, այն ամենավերջի ֆինալ, եզրափակիչ, լիգա, Այո, ինչ է դրա ինչ են տալի։ տիտղոս, կուբակ, Այդ դրա հայրենը։ Ես համարում եմ դա Գավաթ։ ճիշտ պատասխան։ Սպորտ, գրականություն, ոլորտ, շարունակենք ճյուղը։ սպորտ, գրականություն, Գիտության, մշակույթ, Այո, ճիշտ է։ երբ որ մարտի 8-ը տղամարդիկ ինչ վերցած գալիս են։ ծաղիկներ, ծաղկեփուն, Այո, ճիշտ է։ Հիմա որ Երկու բառը սպորտը խոսում են, մենք ինչ ենք անում։ լսում ու կնդրում, Այդ լսելը ինչով ենք։ ականջով, Ու դա ինչ ենք ականջալուր ասում լինել, նայ սուս մնա ընդեից ականջեն։ դրել, Այո, ականջ ականջ դնել, ճիշտ է։
որ լողորդը այսպես ցածկ է կատարում ինչ է անում, հետո դրանից հետո ինչ է։ Վայրեջք, ուզվել։ Բայց ունեմ տխուր Գրադարան, նրանց համար գրադարանի մեջ դու գիրք բառն եք օգտագործել, որը արմատ է։ Տեսակ ինչ Արդար է լավ, արդար է։ Էլի վատ չէր։ Շնորհավորում եմ 4 միավորի համար։ Ահա, 4 միավոր, ինչը լավ է, ու ուզում եմ ասել, որ առաջին փուլը 2 շրջան ունի։ Կրկին դուք եք հրաչուհի, լարված եք։ Գնացինք, 1 րոպեն տրված է։ Կարևորը լարված եք։ Մի օրվա կյանք ունի։ Թիթեր, Ճիշտ է։ Երաժշտական գործիք, գիրը։ նոտա, Ապրես։ Այո։ Մենք քեզ հետ վարում ենք։ Դոլարի հակառակ գումարը։ Մենք քեզ հետ վարում ենք։ Այդ ինչ եք վարում։ Լավ, դոլար դրամ։ Մենք քեզ հետ երեկոյան հաճախ վարում ենք այդ հաղորդումը։ Փարիզում քեզ ինչ ապետք։ Ոայ։ Դոլար դրամ չէ, մյուսը։ եվրո, Այո, եվրոպեսի, Դրամայի մյուսը։ Հոմանիշը։ կոմեդիա, Չէ, կատակերգություն, հոմանիշը։ ողբերգություն, Ճիշտ է։ Սև ու սպիտակ։ թարս ու շիտակ, Ճիշտ է, սև ու սպիտակ։ Այդ կենթանին հյուսում է։ սարդոստայն, Ճիշտ է։ Ասմունքելու մյուսը։ Պուճուր երեխեքին են ասում, բալա ջան։ Արտասանել։ Անցեք հաջող խաղակարտին, բրավո։ Պարտեզներում դնում են, որ մարդիկ նստարան, Ճիշտ է, ստոպ, ժամանակն ավարտվեց։ 8 միավոր։ 8 հրաչուս ելիտիվն էի դեպ, դրա համար ենք Մի քիչ առաջ 5-ին 3 էր գումարում։ Ուսը դրա հետ է կապված, Ամերիկության հետ կապում։ Ինչ հասկացա, ինչ ցույց տվեց։ Աճված կար։ Ռուբենի սիրած տիպը 15-ն է, մենք հիմա հավաքում չէ, քո սիրած տիպը 15-ն է։ Հիմա կարող ենք 3 քարտ։ 8 միավոր, ժողովուրդ, սա լուրջ է։ Առաջին թողարկման ժամանակ 8 միավոր լեգենդար խաղ Աչքով կարծես թե։ Եվ արդար։ Բայց արդյոք ավելի բարդ փուլեր են լինելու, տեսնենք այնտեղ ինչպես հանդես կգաք։ Աննա հերթը ձերն է։ Պատրաստ ես ռու։ Միշտ։ Չեք լարվում, չէ։ Ընդհանրապես։ Գնացինք, 1 րոպեն տրված է։ Երբ ցուրտ է ինչ ես հագնում դաստակիդ, Ձեռնոց։ արդարադատության ատյան, Դատարան։ Դատել բառը օգտագործել եք, անցեք հաջորդ բառին։ արդարադատու Ատյան։ Իմ մասնագիտությունը գիտես, որ մարդկանց հետ կապ ունի, գոյականը, անատոմիական ինչ, մարդու անատոմիական, Ճիշտ է, բրավո։ հերոստացույցին, տենց մի քիչ լիրիկական ինչ են ասում, ու գույն կա այնտեղ, Կապույտ էկրան։ Ճիշտ է, բրավո։ տխուրի հակառակը, Ուրախ։ վերջացնել, կենթանու բերան մեծ, Երախ։ Այո։ վերջացնել, Չեք կարող ասել հաջորդ խաղակարդ։ ինչի, Թողել բաց։ վերջացնել, ասա, Սկսել։ հոմանիշը վերջացնելու, ինչ ենք անում, ներկայացումը, Ավարտել։ Ճիշտ է, չեք կարող ասել հաջորդ դուք բառարմատ եք օգտագործել ցավոք սրտի դատարան բառի մեջ արդարադատություն եք ասել։ բայց ժամանակը ավարտվեց, Ժամանակն ավարտվում է, դուք իրավունք չունեք հաջորդ խաղակարտին անցնեք, որովհետեւ Բայց նայ ինչքան ժամանակ ունենք։ այո, շատ բայց կներեք ինձ, Այ սիրում եմ սա, եկեք, հապա։ քիչ առաջ մենք ունեցանք նախադեպ Ինչ նախադեպ, ոչ ոք եւ ոնց նախադեպային արդարադատության մասին չեք լսել դուք, որ մի բան Նախադեպային տեղի է ունենում, հետո դրանից հետևություններ են Ուղղակի բաներ կան, որ դուք տեղի են ունենում զիջեցիք եթերում, բաներ կան, որ տեղի են ունենում եթերից դուրս։ Այո։ Եթերում դուք զիջեցիք արմատի օգտագործումը, ես էլ արմատ օգտագործում, դուք չեք Եթե զիջում։ ասեք հենց հիմա ձեր նկաշում, ուրեմն դա իմ մեղքն է։ Ասմունքել եւ ինչ անել, արտասանել։ Իսկ որն է այդտեղ բառարմատը։ Ասել, ասք։ Բրավո, Աննա, համարում եմ սա ճիշտ պատասխան։ Դուք վաստակեցիք ընդամենը 7 միավոր, ցավոք չեք կարողացել անցնել հաջորդ խաղակարտին, բայց վաստակեցիք 7 միավոր։ Իրականում ես երկար մտածում էի բառարմատ այնտեղ օգտագործվել է թե չէ, բայց հանուն արդարության սիրելի ռուսադիտողներ, այստեղ էլ դատարան բառն է օգտագործվել, արդարադատություն, այսինքն դատել բառը, համարում եմ սա նույնպես ճիշտ պատասխան։ Իմ սխալն է, քանի որ սա էլ մեր առաջին Դուք կարող եք երկուսն էլ սխալ համարել, ես դա չէի ասում։ Չէ, ես երկուսն Դուք կարող եք եւ իմը չընդունել եւ իրենցը Չէ, ես չընդունել։ երկուսն էլ ճիշտ եմ։ Ապրեք։ Ավելաբար միավոր Մերը վաստակ։ ճիշտ ընդունել իրանցը չէ։ Ոչ, սա արդեն անարդարադատության նախարարությունն է լինում։ Շնորհավորում եմ 7 միավորի համար, եկեք ծափարենք Աննային եւ Ռուբենին։ Շատ ապրեք, որ տենց նրբավոր ասում են ինչ դժվար է իրանց հետ, ամեն ինչ ֆիքսում են։ Մենք ինչ են անում։ Ասում եմ, չսկսենք երրորդ եթերաշրջանը։ Լավ,
Համլետ։ Ես չեմ նայել ձեզ։ Կրկին մի պայքարող տեսակ։ Ես Տեսնենք։ եմ խաղում հետո։ Այո։ Հա, Համլետն է շատ դեպրե։ Պատրաստ Պետք չի նայել, չէ։ Ես այս անգամ արդեն ավելի համակուշացությամբ կհետևեմ ինչ եք խոսում, ինչ Այո, եք պատրաստ խոսում։ եմ։ Գնացինք 1 րոպեն դրված է։ Թավ, Ջութակ։ ելքի հակառակը, Մուտք։ Ճիշտ է։ երբ որ ինչ-որ մեկը մահանում է, որդիները ստանում են, Ժառանգություն։ ապրես, որտեղ իմ ու քո սիրած սպորտաձևը, բայց յոգան չի, այն մյուսը, որ ջրի հետ է կապված։ Յիլող։ Որտեղ ենք դա իրականացնում։ Լողավազանում։ Ճիշտ է։ Ահան, տնային տնտեսուհիները սիրում են ինչ անել։ Աման լվանալ։ Չէ, միչև Բամբասել, ամանլվանալը ինչ պիտի անեն։ Ընտանիքի համար երբ որ Ճաշեպել։ Ահան եփել։ եփել, Ընթրիկ։ երկու բառով եփել, Թափել։ Ճիշտ է։ երբ դու խոսում ես եւ ես կարծիք եմ հայտնում, ես ինչ եմ անում քո խոսքին։ Հակադարձում եմ։ Չէ, համաձայնում եմ։ Զրուցում ես ինձ Չէ, հետ, երբ խոսում ես։ խոսքին լավ, մի Ուսանցի։ վարքյան։ Մի քիչ առաջ ինչի մասին էինք խոսում, որ ասում էինք մեր մասին, Կարծիք կա։ դրա ավելի Կարծրատիպ։ Ճիշտ է, ապրես։ եւ վերջին բառը։ Նա, դու ինձ հարց տվեցիր, ես քո հարցին պատասխանեցի, ինչ արեցի։ Ուրիշ ձև։ Ստոպ։ Կար ստուդիա։ Արձագանք։ Կնե ասում էի, չէ, ես բարդ եմ բացատրում։ Սերունդների տարբերություն կա։ Մենք Համել արձագանքը մեզ համար ստուդիա է, Համլետը չգիտեմ։ Չէ, Համլետի համար էլ, բայց Մեջ արձագանքում է։ Տես ոնց ջղայնացավ։ Արձագան, ձորի մեջ արձագանքում։ ես բարդ եմ Լավ, բացատրում։ ոչինչ։ Չէ, բայց 6 միավոր եք վասական, նենց եք տխրում ժողովուրդ, լուրջ 6 միավորը շատ լուրջ թիվ է իրականում։ Դե արդեն 8-ին են սովորել, դրա համար ասեմ։ Հա, արդեն Դա դες։ լավ, վերջ։ Լավ, Ես եզրափակում պատրաստ ենք եմ։ առաջին փուլը։ Ռուբեն պատրաստ եք։ Այո, 4 սատ 15 վայրկյան էս է ձեր խաթր։ Գնաց։ բայ։ Փոքր Մեծ իմ մասնագիտությունը, բալետ, երբ որ մեր տարեցները ստանում են։ թոշակ, Չէ, ուտելիքները անտեղ, բրինձ, օգնություն, հումանիտար օգնություն, Չէ, ասում են գնամ ստանամ։ Այդ որ այտենց մի քիչ բրինձ ալինում, մի քիչ յուղ, չէ, լավ, անցան։ Գայլը ու այն մյուս կենթանի որ արագ ավազում, ի՞նչ է անունը։ նապաստակ, Այդ բառին է նման։ Հա, այդ տարով է սկսվում նայով։ նպաստ, Այո, լավ օգնեցի, չէ։ 200 դրամ։ Լավ։ Շարունակենք։ Հարվածում են ինքը այտենց գործիք է։ թմբուկ, դղոլ, Ճիշտ է, թմբուկ։ Քայլել, վազել, Ճիշտ է։ ասում է, էս ինչ լավ որ քայլում ենք օրինակի համար։ Հաճախոսություն։ Չէ, ինչ որ մի հատ արձան, հա, ասում ենք ինչ հիանալ, մոնումենտալ, Չէ, թող վերջան, չէ, չեմ Չէ, կարող կարող եք։ ես մի նայի ժամացույցին, հոմանիշներով, ինչ-որ ցենց Կարելի է, հականիշներով, ասա, Ստոպ։ Չէ, արվեստի գործը Արվեստի բարձ, ասի արվեստի գործ։ Իսկ մանուշակա գույնը ոնց ասեի, սա ինչ ուզում եի ասեի, հա գալիս էր գույնը ու Կարմիրը ի՞նչ է։ Գույն։ Դե ասա, իսկ մյուս անգամ Ծաղկի անուն։ ծաղկի անուն օրինակ, այո։ Ինձ թվում է քո հետ ոչ ոք չի ուզում ես խաղալ, որովհետև դու արդեն իդեալական գիտես ես խաղը ոնց պետք է խաղալ։ Չէ, ինքը շատ սիտուացիվ է, շատ իրավիճակային է շատ։ Մենք 5 միավոր ունենք։ Այո։ Շնորհավորում եմ ձեզ։ Բայց Չեք լավ էր որ պատկերացնի։ այս բալետը ինձ ընկավ։ Հոգեբաններ Մենք ինչ չի կարող բացատրել։ Այն որ ինձ երբեք չեն ընդունի։ Բալետ, ճիշտ է։ Ընկերներ, 22-21 հաշվով մի փոքր առավելությամբ, մի փոքր, այսինքն 1 միավորի տարբերությամբ արժևում են Հրաչուհին եւ Համլետը։ Եկեք ծափարենք նրանց։ 1 միավոր, որը կարելի ասել, չասենք ոչինչի մասին է, բայց շատ չնչին տարբերություն է, դուք կարող եք հետ բերելի։ Գնանք երկրորդ փուլ, որտեղ ձեր ժպիտները կպակասեն վստահաբար, որտեղ շատ ավելի նյարդային եւ ավելի սակավաբար փուլ է, գնանք ու տեսնենք։ Դե հիմա ինչքան կարող ենք ժպտանք։ Ահա, ժպտանք։ Ժպտացեք վերջին անգամ։ Գնացինք երկրորդ փուլ։ Երկրորդ փուլ։ Խաղում ենք 1 բառով։ Մասնակիցներից յուրաքանչյուրն իր թիմակցին պետք է 1 բառով հուշի քարտի վրա գրված բառը։ Եթե հաջողվի, թիմը կստանա 5 միավոր։ Եթե չհաջողվի, խաղի իրավունքը անցնում է հաջորդ թիմին։ Մյուս թիմի մասնակիցը կարող է ավելացնել եւս 1 հուշող բառ, որպեսզի իր թիմակիցը կարողանա գուշակել։ Եթե հաջողվում է, նրանց թիմը ստանում է 4 միավոր։ Եթե չի հաջողվում, խաղի իրավունքը կրկին անցնում է մյուս թիմին, այսպես 4 անգամ, եւ ամեն անգամ միավորների քանակը նվազում է։ Քանի որ հաշվի մեջ առայժմ զիջում են Աննան եւ Ռուբենը, պետք է սկսենք ձեզնից երկրորդ փուլը, ով կվերցնի իր վրա պատասխանատվությունը։ Սկսեմ։ Հա, Կարդացեք բառը, Հրաչուհի, խնդրում դուք չտեսնեք այդ բառը առայժմ։ Ահա, 1 բառով հուշեք, ունեք 10 վայրկյան ընդամենը։ 10 10 վայրկյան, շնորհակալություն։ Ցտեսություն։
Թրուպ։ Մտքում պատեդե է։ 3 վարկյան։ Chaplin։ Chaplin։ Հայ, չգիտեմ ինչի տենց։ Բրավո, այսինքն Բրավո, այսինքն ասոցիացիայի համար։ բրավո։ Հա, լավ։ Մնջախաղաց։ Չեմ հավատում։ Ոչ, իհարկե ոչ։ Խնդրում խաղակարտը փոխանցեք հրաչուն։ Իմ որը հիշեմ։ Հեսա քո կարթա ասի։ Շատ խառներ։ Chaplin բառն է հնչել եւ մնջախաղաց։ բառը։ Մնջախաղաց։ Ենգի բառը։ Դու ուրիշ տեղից եմ մոտենում հարց։ Հա։ Դե հիմա երկու տարբերակ ունեմ, բայց մեկը կարող եմ, չէ՞ 6 ասել։ վարկյան ունես ընդամենը Համլետ։ 4 արդեն։ Ինչ արագ է դա։ Ծաղրացու։ Ոչ, վերադարձ։ Պետք է երկրորդը ասեի, լավ։ Հնչել է Ենգի բառով Chaplin, մնջախաղաց եւ նոր բառ։ Բայց թե Chaplin ու Ենգի բառը մնջախաղաց։ Չէ, կարող եմ ասել, որ մնջախաղացը մորանում ենք։ Իհարկե մորանում է։ Ծաղրած ունել ենք։ Մորան։ Ինչ որտեղ մորանում։ Chaplin, Ենգի բառը, Ենգի բարյան։ Ինչեվ չտամ իրավունք չասեք։ Էս կարող ես հիշել։ Եվ եւս մեկ բառ։ Եղանակ։ Եթե մյուս առանց հուշման բան։ Հա, միս առանց։ Երկու վարկյան ունենք ընդամենը Աննա։ 1 եւ 2։ Խնդրում եմ հենց հիմա հնչեցրեք բառ։ Կատակերգու։ Կարող եմ առանց հուշման։ Առանց հուշման կարող եք։ Այո, անձրևանոց։ Այո։ 5 միավոր։ 3 միավոր։ Առավելագույն այս բան 3 միավորներ, եթե հուշումով լիներ 2 Հա, միավոր։ շատ Ուրիշ ձև չի կարողանալ դրա մոտ։ Բայց լավ սկիզբ էր, չէ՞։ Հա, բայց իսկական շատ ճիշտ էր, էլի։ շատ լավ սկիզբ էր, բայց հասկանում ես այդ ինչքան պետք է տենց Բա որտեղից գայի։ բարդ ասոցիացիա չգնար, որ հասկանայիր, որ անձրևանոց է։ Հետո ձեր խաղով համել դժվարացնում եք հակառակորդի խաղը, որովհետև Chaplin լիքը բան է արժևում Հա, գալիս։ հետո որ ինչ-որ մի բան ասել օգտվեի այդտեղից էլ որ Հա, Շատ լավ սկիզբ էր։ Դեռ շարունակվում է, շարունակվում է երկրորդ փուլը, այնպես որ Ես։ հիմա հերթը հրաչում է։ կարդացեք պոկեր է խաղում, տեսեք ուրիշ խաղ է խաղում։ Շատ լավ։ Խալի։ Կարպետ։ Ոչ, կարպետը չէ, ցավոք, բայց Հոմանիշ։ փոխանցենք Ռուբենին։ Հնչել են Խալի։ կարպետ եւ խալի բառերը։ Մի թաքցրու ես տեսել եմ։ Հա, բայ։ Ունեք 8 վարկյալ մտածելու համար հանգիստ։ Նա ես էլ աուտ։ Այն ինչ որ ասեց, Հա, հանգիստ խալին կարող ես հիշել, Խալի։ կամ կարպետն էլ կարող ես հիշել։ Պատրաստող։ Օհո։ Պետք է լավ հուշում է։ Գորգագործ։ Ճիշտ է, բրավո։ Վաու։ 4 միավոր։ Շնորհավորում եմ շատ լավ խաղի համար։ Աննա հերթը ձերն է, կարդացեք այնտեղ ինչ է գրված։ Թթվասեր։ Լավ։ Հա։ Կատնաշոր։ Ոչ։ Ցավոք, փոխացեք խաղը։ Առանց հուշման, մի վարկյան, մի րոպե։ Առանց հուշման եք Չէ, պատասխան։ չէ, մի րոպե։ Կարող ես առանց հուշմանից թվա, բայց կարող Ես նաև խնդրում հուշել։ մի պատմեք ձեր կյանքը Համլետը, բարոնը։ Չէ, ես կարող եմ, չէ, բայց իմ Ոչ, գործընկերոջը։ չեք կարող, խիստ փուլ է սա։ Մի րոպե, ինչ բառեր հնչել, որ Թթվասեր։ Թթվասեր, կատնաշոր։ կատնաշոր, հիշի, Եվս մեկ բառ։ կատեգորիան։ Կատնամթեր։ Հա, Ճիշտ բայց է, կարող եք, չէ, բրավո, առանց հուշման, բացեցա, հաստատ կարող եք, լավ։ 4 միավոր, շնորհավորում եմ։ Շատ լավ, եզրափակում ենք երկրորդ փուլը, Համլետ կարդացեք բառը։ Լավ եք խաղում այս փուլը, ժպիտները չպակասեց իմիջայլոց։ Դրոշ, Գերբ։ Ոչ, փոխանցեք Աննային։ Հնչել է դրոշ եւ գերբ բառերը։ Դրոշ, գերբ, Եվ եւս մեկ բառ զգույշ եղեք, խնդրում եմ կանոնների մեջ։ Ունենք 4 մի վայր։ րոպե։ Օգտագործեմ, Հա, ասեմ դրա։ դրանք ֆիքսի Մեկ բառ։ խումբը, Զինանշան։ Ոչ։ դրոշ, գերբ, Զինանշան, ինչ որտեղ այո, իհարկե։ խումբը, Եվս մեկ բառ։ Հայաստանի, Հա, այսինքն լեզվից ծառ։ Դրոշը, գերբը։ Հասկանում եմ, բայց Խումբը։ խումբը, Հայաստանի,
Խորհրդանիշ։ Այո, ապրես։ 3 միավոր։ Եկեք ծափարենք։ Բոլորիս։ Իսկապես լավ խաղեր, չէ, ինձ թվում էր այս բառը արդեն չեք կարող գուշակել, որովհետև մի տեսակ sense մեջտեղներն էիք հայտնվել այս բառերի, բայց բրավո 3 միավորը տարակտուն, ոնց Վերջ ասավ։ ավարտվեց 10-4 հաշվով։ Այս փուլում արժևում են Հրաչուին եւ Համլետը, իսկ ընդհանուր խաղի հաշիվն է 25-32 օգուտ Համլետի եւ Հրաչուհու։ Հայաստանի Հանրապետություն։ Օգուտ Հայաստանի Հանրապետության։ Բայց մենք գնում ենք երրորդ փուլ, որտեղ ավելի Դաժան է ամեն ինչ։ անգլերեն շատ գեղեցիկ բառ happy է անցնելու, Happy, happy clap along if you feel Գնում ենք երրորդ փուլ, որտեղ ընտրության հնարավորություն եք ունենալու երկար բարակ ոչ ասեմ, գնանք կտեսնենք։ Ու լիքը միավորներ կարող եք վաստակել։ Ուրա! Գնացինք 7 միավորի համար չենք տխրում։ Գնացինք երրորդ փուլ։ Մենք հասանք երրորդ փուլ։ Խաղում ենք զիլ-զար խաղի զիլ քարտերով։ Յուրաքանչյուր քարտի վրա 4 բառ է։ Մասնակիցը պետք է ընտրի թեման եւ 1 րոպեում իր թիմակցին բացատրի համապատասխան բառերը, չօգտագործելով բառարմար կամ թարգմանություն։ Եթե հաջողվում է 1 րոպեում քարտի բոլոր 4 բառերը բացատրել եւ դեռ ժամանակ է մնում, իրավունք ունի հաջորդ քարտը վերցնել։ Յուրաքանչյուր գուշակած բառը 1 միավոր է։ Այս փուլում քարտերը բաժանված են որոշակի թեմաների։ Երևանը մենք ենք, ստեղծագործություններ, անուններ եւ կերպարներ։ Բավականին լավ թեմաներ ունենք ընկերներ, վստահ եմ բոլոր թեմաներից շատ լավ եք, կարող եք շփվել սեղանի շուրջ, հասկանալ ով որը կուզի։ լինի ձեր Հա, փոխարեն, ինչ որ բայց վստահություն Ստեղծագործությունից վստահ լավ եք, Երևանը մենք ենք ինձ լավ եք, անուններ կերպարներ։ Ես երբ այլ կերպար նստած նայում ես կամ կողքից ես նայում, ասես խաղակ չգիտեն, ասենք լավ է, Որտեղ ընդ գրած ոնց կարելի է, բայց երբ որ գալի այստեղ ես նստում այդ ժամանակ դու ամեն ինչ մոռանում։ ինձ դուր է գալիս, եւ խառնում ես։ Ու խառնում ես։ Շատ լավ, բայց ես վստահ եմ որ դուք մեկ բառով շատ լավ եք խաղացել։ Էս ինչա որ չխաղաք ախր։ Դե մի եք այդքան վստահ։ Մանավանդ որ ունեք ընտրության հնարավորություն։ Ցավոք այս փուլում ունենք զիջող թիմ, դա Ռուբենը եւ Աննան։ Մենք ենք սկսելու նորից։ Այո, որոշեք դու։ Ան որից սկսենք։ Ստեղ անուններ կերպարներ մենք ենք ստեղծել։ Որը ուզես, մեկը Որը ուզես, որն է քեզ ավելի մոտ դրված վերցրու։ Երևանը մենք ենք։ Երևանը մենք ենք։ Այո։ Շատ լավ թեմա է, Երևանը մենք ենք, 1 րոպեն տրված է։ Գնացինք։ Մեր բակում էր խաղում Աշոտ Ղազարյանը, չէ՞։ Հրանտ Թոխածյան, Արմեն Խոստիկյան։ Այո, ճիշտ է։ Գիտես որտեղ է ինքը, այն որ sense Աբովյան փողոցով իջնում ես Թումանյան չհասած, աջ թևիտ վրա, ի՞նչ է։ Տիկնիկային Չէ, Աբովյանով իջնում ես Թումանյան չհասած։ Փոքր թատրոն։ Չէ, որ ասում են Լեոնիդ Յենգիբարյանը կամ Չարչապլին, ինչ հատ բառ է։ Կրկես մնջախաղի թատրոն։ Այո, ճիշտ է։ Որ գալիս ես այդ Միասնիկյան պողոտայով բարձրանում ես ջրաշխարհնա ձախ կողմի ի՞նչն է։ Կենթանաբանական այգի, Գազարնանոց։ Այգին ճիշտ է։ Այգի բուսաբանական այգի։ Ճիշտ է։ Հետո որ sense գալիս ես Լենինգրադյանով իջնում ես ու այդ թաղամասն է սկսվում։ Լենինգրադյանից հետո Աչափնյակ։ Քիչ էլ ներքև։ Այդտեղ տոնավաճառ կա հայտնի վրա։ Մալաթյա, Հարավայի, Սեբաստիան։ Ճիշտ է, ասեք հաջող խաղակարտին Ռուբեն բրավո։ Հայրը դիրիժոր էր։ Օհանդուրյան։ Տղան։ Նարեկ Դուրյան։ Ճիշտ է, ստոպ ժամանակն ավարտվեց, հասցրեցիք 5 միավոր որտեղ է։ Երևանի մեջ։ Վայ, ես փոքր թատրոնն էի բացատրում։ Բայց կարևոր է։ Ճիշտ է, իքը ճիշտ է հասկացեք։ Մնջախաղի թատրոնը շենք չունի, կարծեմ, չէ՞։ Թե հիմա ունի։ Դրամատիկականի այն մյուս շարունակություն։ Լավ։ Չէ, Մնջախաղը տարիներ շարունակ շենք չունի։ Անցեք։ 5 միավոր։ Բրավո, շատ լավ հասցրեցիք։ Այնտեղ ափսոս գոյ թատրոնը մնաց հաղթանակի կամուրջ եւ ձկան խանութ։ Դե չհասանք Հասցրեցինք, բայց երևում է որ Երևանից տեղյակ եք, Շատ լավ խաղացիք։ Մինիմալով սենց սխմեք։ 5 միավորի համար շնորհավորում ենք։ Հրաչուի հերթը ձերն է։ Ընտրեք թեման, Էլի Երևան ինձ թվում է։ 60 վայրկյանը տրված է, գնացինք։ Երևանը մենք ենք։ Աշոտ Ղազարյանը չի, Հրանտ Թոխածյանը չի։ Լալա Մնացականյան։ Ճիշտ է։ Մեր միակ մեծ հաղթանակը ֆուտբոլում։ Արադ 73։ Ճիշտ է։ Մեր Անցի։ հա, Ինչ ապեք, ասա։ որտեղ ենք մենք աշխատում։ Առաջին ալիքում հանրային հեռուստաընկերություն Նորքում։ Տեղանքը, ահա։ Կիպացում։ Հին Նորք։ Ճիշտ է եւ երրորդ սկիզբը մենուա Արգիշտի։ Բագրատունիներ։ Չէ, Երևան։ Ինչն է Երևան հիմնել։
Երևանի ինչ։ Դա ինչ է։ Թագավորություն։ Չէ, մյուսը։ Երևանի Ամրոց չէ։ Երևանը ինչ է։ Մայրաքաղաք։ Ամրոց չէ, մյուսը։ Ինչա քաղաք։ Երևանի Քաղաքապահի։ Շամշադի քաղաք։ Մյուսը Բերդաքաղաք։ Ես բարի եմ, ես քեզ օգնեցի։ Ոչինչ։ Մեր հայտնի ճարտարապետը Պապայիս անունով, ազգանունը ուրիշ։ Արտուր Թարխանյան։ Ճիշտ է, բրովո։ Ստոպ։ Ժամանակն ավարտվեց 5 միավոր 2 Շնորհակալ եմ Բերդաքաղաքի համար։ Եկեք Աննային հատուկ շնորհակալություն։ Հուշում էլ մեզ։ Աննա ջան, ինչ է սա։ Ասե Երևանի քաղաք, մայրաքաղաք։ Ոնց ծնողի նման ժամանակ։ Բերդաքաղաք։ Բայց մյուսը գիտեք ինչ է։ Ինչ է։ Երևանի դրամատիկական թատրոն։ Հաշվեք։ Ոչ։ Հետո Երևանյան լիճ ու Թումո։ Շատ լավ, Աննա, ընտրեք թեման։ Լավ, անուններ եւ կերպարներ համաձայն ես։ Իհարկե։ Կա ստեղծագործություններ ինձ համար կարծես նույնն է լինի։ Կերպարներից սկսենք։ Okay, գնացինք։ 1 րոպեն տրված է։ Տաքսիստ, իտալական ծագումով ամերիկացի դերասան խալ ունի։ Ռոբերտ Դե Նիրո։ Այո։ Ուրեմն իտալացի էլի գրող կատակերգություն Աստված իմ։ Անցեք ուրիշ բառ։ Հայ պոետ, աշուն, տխրություն։ Ինչ տերյան։ Վահան Տերյան։ Կատակ եմ գիտեմ։ Աստված իմ, երկիչ խրպոտ ձայնով, չէ, ամերիկացի, անգլիացի You can leave your hat on։ Այո, Ջոկո Աստվածային կատակերգություն, իտալացի խնդրում եմ քեզ։ Ուրիշ է բացատրեմ, որ մեկը քնած ասում ես ինչ ա, միացած հայկական խոսքով ասում որ ասես թե բան է արել։ Ինչ է yarել։ Թինք չէ, մյուս։ Դրա մյուսը, բայց կապ չունի։ Ահա։ Դանթե։ Վայ Դանթե։ Ընդունիր, խնդրում եմ քեզ։ Այո, իտալերեն ոնց է ասել։ Ալիգիերի։ Ալիգերի։ Ալեգրոյի։ Ջղայնացի։ Ալիգերի։ Ո՞նց ամոթ ինձ։ Չէ, դե բոլորս չենք հիշում անունը։ Ես հուշել եմ, խնդրում եմ։ Եթե հակառակորդ թիմը Հավասար է։ Չի լսել։ Եթե հակառակորդ թիմը համաձայն է, մենք կհաշվենք։ Այո, Հաշվեք, որ Արդար է, ամեն ինչ։ հաշվել են արդար։ Եվ Դանթեն ասեց, որտեղ Դանթեն Դանթե է։ Ալիգերին Նենց չի որ, օրինակ տեսեք Շեքսպիրը, որ ասում ենք, չգիտեմ, Ուիլյամ, ինքը Ուիլյամ չի, բայց Դանթե Ալիգերին Դանթե է։ Չեմ հասկանում։ Աշխարհի համար։ Շատ ճիշտ է, այո։ Այսինքն առանց ազգանունի ինքը կա։ Բայց չգիտեմ ինչ ասում, բայց շատ Բանը Միքելանջելո Բուենարոցի, ոչ մեկ։ Այո։ Համաձայն Այո, չէ։ 4 միավոր վաստակեցիք ու շնորհակալություն այս դասընթացների համար։ Միշտ պատրաստ եմ։ Շարունակում ենք։ Անուններ եւ կերպարներ ես էլ։ Անուններ կերպարներ։ Հա։ Իսկ ինչ ակտիվ խաղագնում խոսելու բան չկա։ 1 րոպեն տրված է, գնացինք։ Ֆրանսիայի հայտնի զորավարը, որ գրավեց բոլորին եւ Նապոլեոնին։ Ասկան Ճիշտ է։ Տոլստոյի վեպը ընտանիքները լինում են նույն կերպ դժբախտ եւ երջանիկ նույն կերպ, բայց դժբախտ են տարբեր։ Չէ որ գնացքի տակ։ Մի րոպե Աննա Կարենինն է։ Այո։ Հա, Գնացին դասավ։ Կույր սև ամենահայտնի Ջեքսոնը չէ Մյուսեն, Ray Charles։ որ ինքը չէ, ես իր անունով դպրոցում եմ սովորել, չէ, էական չի, Վանո Սիրադեղյանի ժամանակակից մյուս հայտնի գրողը, չէ, գրող, տգեղ աղջիկներ չկան, չէ, տգեղ աղջիկներ չկան, կրակե շապիկը, հայրենիքը որ կրակե շապիկ, Չեմ հիշում։ Ոնց բացատրեմ բա։ Պարտեզ բառին է նման անում։ Ապրես մի հիշի։ Չէ։ Որ մարդը խուճուճ մազեր ունի, ոնց ենք ասում։ Խոպոպ։ Չէ, հայերեն որ մարդը ունի գանգրահերա, հայերեն ոնց ենք ասում այդ բառը։ Ափսոս, ժամանակն ավարտվեց։ Վարգես Պետրոսյան։ Ինչ կապ ունի։ Կարեն Դեմիրճյանի դասանցին կան հայկական էսկիզներ։ Ներողություն։ Ես ուրիշ գործերի վրա գնացի։ Բայց մենք հիշում ես խոսում էինք այս վերջերը։ Իսկ ովքեր են տեսել Հրաչուն այս ջղայնացած։ Այլ կերպ է դա։ Երևի ակադեմիայի ուսանողները, չէ՞։ Այո։ Չէ, ես դաշ չեմ տալիս այդտեղ։ 3 միավոր։ Վաստակեցիք ափսոս։ Լավ փուլ է։ Ինչ ընտրենք։ Ռուբեն, հերթությունը բացի Երևանը մենք ինչ կուզեք ընտրեք։ Ստեղծագործություններ։ Ստեղծագործություններ։ Այո, ստեղծագործություններ։ Գնացինք 1 րոպեն տրված է։ Էս ինչ ստեղծագործություններ։ Հիմա ես ո՞նց բացատրեմ։ Հեղինակներով։ Այտենց պիցերիա կա քաղաքում։ Իտալերեն են ասում։ Մամա միա։ Այո, ճիշտ է։
Հիմա սա ոնց բացատրեմ։ Օնորե դե բալզակ, բայց բաբաց հայմա ինքան որ կա։ Վերջինն էլ կարող եք ինչ-որ ձև բացատրել ամեն դեպքում։ Լավ, մայրիկ չէ, առաջին եկեք բացատրել։ Մայրիկ չէ։ Հայրիկ, Ահա։ Ես չէ։ դու։ Հայրիկ դու։ Հայրիկ դու խենթ ես։ Այո, ճիշտ է, տեսեք ոնց օգնեցի։ 350։ Բա երկրորդը ոնց օգնեմ։ Ոնց ասեմ։ Այդ չգիտեմ։ Լավ, ինչը չի փոխում, իրա ինչ է։ Օծը կաշին չի Այդ փոխում։ բառը չէ, երկրորդ բառն է եւ առաջինը չեմ կարող բացատրել արդեն։ Ստոպ, ժամանակն ավարտվել։ Էդ ինչի մասին է։ Շագրենի կաշին։ Շագրենի Հա կաշին։ Երկու միավոր վաստակեցիք։ Տեսեք, ընկերներ, մի հուշում։ Հա մենք ենք ընտրում։ Հրաչի, մի հուշում, տեսեք, օրինակ հայրիկ դու խենթես ստեղծագործությունը կարող ես դու չիմանալ կամ բարդ լինի ինչ-որ տեղ առաջին հայացքից։ Ասոցիացիաներով, հա։ Ու ստացվում է ստեղծագործություն։ Ասոցիացիաներով։ Այտենց էլ կողքն։ Այո։ Հիմա ինչ ես եմ ընտրում անուններ եւ կերպարներ։ Գնացինք, 1 րոպեն տրված է անուններ եւ կերպարներ։ Նկարիչ շատ հայտնի, շատ տարբեր ժամանակաշրջաններ ա ունեցել։ Նաև բան Երկիր ասա։ Եթե հիշում ես։ Իսպանիա, Պիկասո։ Այո, ինչ Պիկասո։ շատ հայտնի Պաբլո Պիկասո։ շատ հայտնի երգչուհի Գոյար Գասպարյանը չի, մյուսը Էրնայոս Բաշյան։ Չէ, հայ չի։ Հայ չի, բայց Գոյար Գասպարյանը չի։ Հա, որովհետև նույն սոպրանոյ է այլի։ Մարիա Կալլաս։ Այո, բրավո։ Բարարան ամենահայտնի, որ դու անգիր գիտես, կարդում ես Օքսֆորդի։ Չէ, հայ է։ Քիչ Իմ անունով։ Չի կարելի այդպես ասել, խնդրեմ հաջորդ անգամ։ Ձեր անունով չի դրամար եմ ների։ Հա։ Շարունակ։ Բայց լավն էր։ Ինչ բարարան։ Այ ամենահայտնի բարարանը Ասման Գուլյան։ Հայկական։ Հայկազյան։ Ոչ, Բանը Աճարյան։ Այո, Աճարյան, հոп։ Ճամպրուկը ստեղծագործության հեղինակը, շատ հայտնի ռուս։ Դավլատը։ Այո, անկարծին։ Ստոպ։ Դուք 4 միավոր վաստակեցիք, բայց լավ խաղեր։ Ապրեք շատ։ Աննա, Երևանը մենք ենք, հա։ դուք նախորդում չեք կրկին։ Ոչ։ Նավիգատորդ միացրու, Ռուբեն գնացինք։ Գնացինք, 1 րոպեն տրված է։ Եսով է։ Ուրեմն հայտնի Երևանի խորհրդանիշ ծաղկավաճառ Խաթաբալա։ ավելի ճիշտ է, բայց սկիզբը առաջին մասը ուրիշաբալա։ Մյուսը Ուրեմն համալսարանի ֆիզկուլտ ինստիտուտի դիմացի այդ բանը խոտածածկ տարածքը, որը կոչ ապրես, ահա։ Այդի չէ։ Ինչ ես անում։ Թումոն որտեղ է գտնվում։ Թումոն որտեղ է այդ տարածքը, այդ վարչական շրջանը։ Ահա։ Բաբաջանյանի արձանի հեղինակը։ Ում։ Ոչ։ Չէ, դու Լավ, ուրեմն Ոյ, սխալ եմ կարծացել, ազգանունը կներեք։ Բեջանյանի անունը գիտես, քանդակագործ։ Գոնե օգնեցի տեսա։ Էմի պապայի։ Ահա, անունը գիտես։ Լավ, Սասունցի, ահա, հիմա ազգանուն ասա նույն Բեջանյանի տառով Դավիթ։ Բաբայան։ Այո, ճիշտ է, անցեք հաջորդ։ Այո։ Դավիթ Բաբայան։ Հաջորդ բառին անցեք։ Գագրագետ Ափսոս։ հաշիվը խնդրում եմ։ 4 միավոր, հաշիվը խնդրում եմ բերեք։ 4 միավոր։ Ռուբեն, մենք արեցինք դա 4 միավոր։ Էլի Երևանը մենք ենք։ Եզրափակում ենք երրորդ փուլը։ Կարող եմ, ես չեմ բացատրել Երևանը մենք ենք։ Ինքը չի բացատրել դա։ Այո։ Գնացինք։ Հետաքրքիր Երևանը։ Գնացինք։ Այո։ Նայ, 6-ից 10 վայրկյան եմ տալիս։ Գնացինք։ Ազգագրագետ հայտնի, որ ունի նաև իր տուն թանգարանը։ Լուսիկա Գուլյան։ Ճիշտ է։ Էրեբունու ինչ քաղաք էր։ Բերթաքաղաք։ Ահա, Բերթը հիշում ենք, մեր մայրաքաղաքի անունը։ Երևանի Բերթ։ Որտեղ են պահվում մեր սիրելի էակները Չորքոտանի, մեր քաղաքում։ Չները։ Բոլոր ուրիշները, ընձուղտները, չգիտեմ, փղերը։ Դու էլ բան, կենցանաբանական այն։ Ապրես, որ քաղաք։ Երևանի։ Դե հիմա։ Էլի աչափնյակի պես, բայց նաև օրինակ ձիթապտուղ է նշանակում։ Զեյթուն։ Այո, անցեք հաջորդ խաղակարգին անցեք։ Վայ։ Ջազմենը հայտնի մեր Մալխասը։ ապրես անազգանոն Հայկ Նահապետը չեն, մյուսը որ ավելի ուժեղ է, էլի մեր հերոսներից, չէ, որ քարակ հաշ տալիս, որ ինքը սենց ամենաուժեղը, իմ վեպում կա ինքը։ Անցեք ուրիշ բառ։ Լավ, Ստոպ, ժամանակն ավարտվել, Քանգեղը կներեք։ ափսոս, 5 միավոր։ Ասեք որ լավ փուլ է։ շատ 17-15 հաշվով ավարտվեց երրորդ փուլը։ Մի փոքր չնչին առավելությամբ արժևում են Հրաչուհին եւ Համլետը։ Եկեք նրանց սափանենք հաղթանակի համար 49-40 հաշվով։
ավարտվեց մեր երրորդ փուլը, այսինքն արժևում են 9 միավորով Հրաչուհին եւ Համլետը, բայց մենք ունենք եզրափակիչ, որտեղ առավելագույնը կարող ենք վաստակել 20 միավոր։ Եվ իմիջիայլոց հաղթողը կունենա նվերներ, այսինքն ստիմուլ կա։ Բայց ամեն թիմից մեկական մասնակից կարող է գալ եզրափակիչ, պետք է հիմա որոշենք ովքեր են գալիս թիմերից։ Ձեր թիմից Համլետ Հրաչուհին է գալիս եզրափակիչ։ Չէ։ Ուրեմն Ինչու Աննան։ ոչ, բայց ինչու։ Հրաչուհին ու Աննան։ Հրաչուհին ու Աննան զիջում եք գեղեցկուհիները։ Գնանք եզրափակիչ, շնորհակալություն տղաներ լավ խաղի համար։ Հաջողություն եք։ Շատ լավ է, Ռուբեն ջան, ձեզ երրորդ անգամ ենք սպասում այս։ 4-րդ եթերաշրջանում 3-րդ անգամ Ոնց ասում է, տենց է, չէ լինում։ Հա, իսկապես ինքը ասեց անպայման թողնի երրորդ եթերաշրջան։ Ես կրկին ուրախ գնացի, ասացի վարկը կարող ենք փակել այս տարի։ Երրորդ եթերաշրջանը։ Դե ուրեմն 4-րդ եթերաշրջանում կհանդիպենք 3-րդ անգամ։ Երրորդ եթերաշրջանի առաջին եզրափակիչ գեղեցկուհիների խաղը տեսնենք ինչպես կավարտվի։ 9 միավորի տարբերություն կա։ Գնանք տեսնենք ով է նվերները տանում տուն։ Մենք եզրափակչում ենք, խաղում ենք գեղեցկուհիների հետ եզրափակիչ խաղը, շատ լարված մթնոլորտ է, մի նայեք նրանց ժպիտներին։ Ընդամենը 9 միավորի տարբերություն կա։ Դե պետք է դες բաներ ասեմ։ Դե լավ, ասա, լավ։ Շատ լարված մթնոլորտ է, իմիջիայլոց 9 միավորի տարբերություն կա, բայց եզրափակչում կարող է ամեն ինչ փոխվել, պատկերը փոխվել։ Ու ունենք նվերներ։ Տես։ Ուզում եք ներկայացնեմ ինչ նվերներ ունենք։ Ուզում եք ես ներկայացնեմ։ Եկեք։ Ուրեմն Զիլզար, Ահա։ որը ունի զառեր, չեմ հիշում խաղի կանոնները, Ունի 5 խաղ, Ունի 5 տեսակի խաղ, խաղ կա ներգրաված, երրորդ փուլի խաղը նույնպես այնտեղ ներգրաված է։ մի շնչով, Մի շնչով, որտեղ պետք է արագ բացատրել 7 վայրկյանում 3 ճիշտ պատասխան։ Այս մեկը ճիշտ է որ ասեմ չգիտեմ։ Սեր խաղը այնտեղ ներգրաված են առաջադրանքներ զույգերի համար, որը կարող է ավելի ջերմացնել երեկոները եւ ինչու՞ չէ նաեւ դարձնել ավելի համարձակ։ Օ, Այսինքն հաղթող թիմը այսօր կստանա 2 նվեր մեր նվերներից, արդեն կորոշեք որը ում համար, այնպես որ տղաները հիմա սպասում են ինչ նվեր է իրենց բաժին հասնելու։ Մենք ենք խաղում, իրանց էլ ինչ նվեր։ Թող գային խաղային։ Ես սիրում եմ նմանատիպ էգոիստ մոտեցումներ, հրաչի, այո, դուք եք եկել ձեզ էլ կմնա։ այո։ Շատ լավ ընկերներ, ես հիմա հնչեցնեմ եզրափակչի կանոնները ու տեսնենք ինչպես հանդես կգաք։ Եզրափակիչ փուլ, խաղում ենք խոսքի մեջ։ Մասնակիցների համար հնչելու են հարցեր որոշակի նախապայմանով։ Ամեն անգամ պատասխանելու իրավունքը տրվում է այն մասնակցին, ով առաջինը կսեղմի կոճակը։ Եթե կոճակը առաջինը սեղմողը չի կարողանում պատասխանել, պատասխանի իրավունքն անցնում է մյուս մասնակցին։ Յուրաքանչյուր ճիշտ պատասխանը 2 միավոր է։ Այստեղ շատ ինդիվիդուալ հարցեր կան։ Կարևոր է որ դուք ուշադիր լինեք, լարեք արագ պատասխանելու ունակությունը ու անպայման կհաղթեք։ Պատրաստ եք։ Այո։ Գնացինք։ Առաջին հարցը։ Գյուտ, որն էականորեն փոխել է մարդկության կյանքը։ Լույս։ Այո, լույս, իհարկե, լավ պատասխանեցիք, ինչ արագակով նորոշ։ Հաջորդ հարցը։ Էքստրեմալ սպորտաձև, որ ցանկանում ես փորձել։ Օթապարիկից թռնել։ Ճիշտ է, ես կյանքում չեմ փորձի։ Հաջորդ հարցը։ Պատմական կերպար, ում հետ կցանկանայիր հարցազրույց անցկացնել։ Պատմական կերպար Վարդան Մամիկոնյանը։ Ուրիշ հերոսեանը չեք։ Որը դասեի։ Այ, շատ լավներ։ Հաջորդ հարցը։ Գրքի վերնագիր 3 բառից բաղկացած։ Չունեք պատասխան ցավոք։ Չունեք, չեք հասցրել պատասխանել, Աննա։ Դուք նույնպես չունեք պատասխան։ Հաջորդ հարցը։ Ինչ որ բան նկարահանման հրապարակում, ինչը քեզ միշտ նյարդայնացնում է։ Տեխնիկական խնդիրները։ Այո, բոլորս են նյարդայնացնում։ Գնացինք։ Բնական երևույթ Կ տառով վերջացող։ Կայծակ։ Ճիշտ է, բրավո, լավ կողմնորոշվեց Աննան։ Հաջորդ հարցը։ Հայտնի կնոջ կերպար, ում անունը սկսվում է քո անվան առաջին տառով։ Չէ, բայց ման հեղնար աղբյուր է ուզում ասել, նկարել, բայց չի։ Ասենք կերպար չի, ասա։ Հիմա որ ասեմ, Ասեք։ Ասա։ Չունեք պատասխան, լույսը հանգ է։ տատիկի տանում։ Հրաչի, բայց կերպա գրքի կերպար է, հրաչի։ Ոչ, Բայց չասեց գրքի անուն չեմ գրքի։ տվել։ Բա ինչ ասա։ Հայտնի կնոջ կերպար, անունը սկսվում է քո անվան Հայտնի կնոջ կերպար։ Հասկացար։ Օրինակ Աննա Կարենինը կարող է։ Հա, Լավ։ Հաջորդ հարցը։ Երաժշտական գործիք, եռավանք։ թավջութակ։ Թավ, ջու, թակ։ Ճիշտ է, ճիշտ պատասխան։ Հաջորդ հարցը։
Ջրային կենթանի 6 տառանի։ Արագ։ 6? Այո։ Չունեք պատասխան։ 8 հոտուկ, U T O T N U K դա 7 տառ է։ Դելֆին կարող է Դելֆին, հաշվել բայց դժվար է։ դժվար է, այո։ Եվ վերջին հարցը։ Հայտնի ռեժիսորի անուն, որի մեջ կա I տառը։ Տարանտինո։ Տարանտինո։ Ճիշտ է, բրավո եւ ավարտվեց եզրափակիչը բավականին։ Այո, Մի քիչ էլ խաղանք էլի։ Չէ, չեն կարող, երեխեք ջան։ Չէ, ժաման։ Բայց շատ լավ խաղ էր։ Բայց մենք էլի գա։ Ես դες ծափարում եմ, վստահ եմ հերոստատիկողը նույնպես որ շատ լավ խաղի ականատես են եղել։ Հնչեցնեմ եզրափակչի միավորները։ Կարող եք չհնչեցնել, մենք ինքան հաճույք ստացանք, որ կարևոր էլ չի։ Չէ, եկեք հնչեցնեմ ամեն։ Եկատակեր։ 8-6 հաշվով եզրափակչում հաղթեց Աննան։ Չեմ հավատում։ Բայց չենք Բայց 8 էր էլի, հավասարվում։ տես։ Հա, Իսկ ընդհանուր խաղի էլի 8 էր։ բայց չենք հավասարվում, ասեք։ Այո։ Հա։ 48-55 հաշվով արժևում են Հրաչուհին եւ Համլետը։ Շնորհավորում ենք ձեզ, Հրաչուհի, շնորհավորում ենք Համլետին, շնորհավորում ենք նաեւ ձեզ, Աննա եւ իհարկե Ռուբենին։ Շնորհավորում եմ ձեզ, դուք ունեք նվերներ, 2 նվեր, մեկը ձեզ համար, մյուսը Համլետի համար, որը կընտրեք օրինակ Համլետի համար։ Բայց ես կիսվելու եմ, այդպես չի կարող։ Դուք կարող եք հետո ձեր ընկերներ խաղալ, բայց անձամբ ձերն է։ Դուք խաղացնող չխաղացնողը դուք Դե կլինեք։ ես չգիտեմ ինքը ինչ ունի, ինչ չունի։ Մեկը իրան կտամ, Սեր խաղը կարող ենք չէ, սեր խաղը Աննային եմ տալու։ Օ, այսինքն Այո, դուք ես 2 կիսվում եմ։ նվեր ունեք, այսինքն մեկը տալիս եք հակառակորդին։ Այո։ Հակառակորդ չի, մեր ընկերներն են։ Վայ աստված։ Համլետի հետ մի տուփը պիտի կիսեք, հա? Տուփի պարունակությունը պիտի Ես կիսեք։ առաջարկում եմ Ես ինքը խաղը։ այսպես։ Սեր խաղը կարող ենք տալ Աննային։ Այո։ Իսկ Զիլզարը կարող եք վերցնել ձեզ ինչու, Շատ որտեղ լավ։ Զիլզարի մեջ 5 խաղ կա ներգրաված, արդեն Վերջացավ, տեսակ հարցը լուծվեց։ տեսակ ոնց օգնեցի ձեզ։ Շնորհակալ։ Շնորհավորում եմ ձեզ, Սեր Շնորհակալ խաղը, եմ, ձեզ լավ ապրես։ ընկեր է, տեսեք ոնց Միակ խաղն էր, որ ես չունեմ, ասեցի։ Տեսա, չուներ, որովհետև չգիտեր այդ խաղը, որն է, իսկ տենց կխաղան։ Շատ լավ է, անցած անգամ էլ իմիջիայլոց Ռուբենը անցած եթերաշրջանում իր մեկ նվերը նվիրեց հակառակորդին, այնպես որ դուք շատ լավն եք, հանրայինում աշխատողները ինչքան լավն են։ Դու էլ շատ շնորհակալություն քեզ, Լավն է։ այսօր իսկապես հիանալի ժամանակ ենք Ես շատ լարված էի, որովհետև դուք ամեն տարի բարի հետևից գնացող մարդիկ եք, ավելի ցենց ջրիկ հաղորդումներ չեք անցկացնում, ավելի լուրջ հաղորդումներ եք անցկացնում։ Շնորհակալություն ձեզ, որ խիստ չդատեցիք այսօր ինձ։ Դուք շատ լավն եք ձեր գործում եւ կյանքում նույնպես։ Շնորհավորում եմ ձեզ ձեր նվերների համար։ Միշտ խաղացեք այլ կեր, որովհետև դա աշխարհի ամենալավ խաղն է։ Շնորհակալություն։ Իսկ ձեզ, սիրելի հեռուստադիտողներ, մաղթում եմ, որ մեր հաղորդման նման երկար կյանք ունենաք, որ ձեր chat GPT-ն Համլետի նման խելացի լինի, ձեր օրերը լինեն նույնքան չափված ձևված, որքան Հրաչուհու խոսքը, ձեր կյանքի դասղեկը Աննայի նման հասկացող լինի, իսկ էմոցիոնալ պտույտները Ռուբենի պիրոետների նման սահուն լինեն, եւ իմ նման նպատակասլաց լինեք, առաջին ալիքի ուրփաթները բռնեք ու բաց չթողնեք։ Կհանդիպենք հաջորդ ուրփաթ եթերում այլ կերպներ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։